Պարոն Սարգսյան, դուք հրապարակեցիք լիքը թվեր։ Ես հիմա էկրանի են կողմից շարքային քաղաքացի եմ։ Մեկ էլ լսեցի, բայց ծառայությունը 1.5 տարի է դառնում։ Մեկ էլ լսեցի շարքայինը ուսումնական զորամասից հետո 100,000 է ստանում։ Մեկ էլ լսեցի, որ 1.200,000 ծառայությունն ավարտելուց հետո է ստանում, որը չկա, ոչ մի բան չկա։ Փոխնախարարներ են նստած։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ծառայությունը դարձնել 1.5 տարի։ Բայց, հա, ասածս ինչա, պարոն Սարգսյան, քաղաքացին այնքան թվեր լսեց, այնքան սիրուն թվեր, որոնք ձեր նախագծում չկա։ Հարցս, եկեք բարոյական կողմի վրա։ Ես ունեմ 2 որդի։ Ճկռալով այդ 24 միլիոններ չէ դարձնում։ Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի։ Մի տղուս ծառայությունից ազատեցի։ Ծառայությունից ազատում են էլի, բան չեն անում։ Լավ, այն մյուս տղուս, այդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ։ Ընտանիքի մեջ 2 որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը եւ 2 որդիների միջև հարաբերությունը, ես դեռ չեմ ասում օտար քաղաքացիների, երբ որ ասենք ուսումնական զորամասում կան 3 ծառայող, մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Այդ բարոյական առումով։ Դուք ասում եք 2000 քաղաքացի կօգտվի օրենքից։ Պաշտպանության նախարարության առաջարկով կարող է 4 քաղաքացի օգտվի։ Որտեղ պաշտպանության նախարարությունը ինչ է ասում։ Ամեն զորակոչից առաջ քվոտա եմ սահմանում։ Բայց այդտեղ էլ անորոշություն կա։ Երբ որ Սուրեն Պապիկյանին ասում են, որ քվոտա է սահմանում, ո՞նց են որոշելու, որ ձեր քվոտայով մենակ այսքանը կարող են ազատվել, դա ասում է ով առաջինը վճարեց, կարող է վիճականության, մինչև հիմա է։ Հա, կամ 7 քար խաղան։ 2000 թիվը ո՞նց է հիմնավորված։ Մի հարց էլ, երբ որ համաձայն եմ դեր առաջարկել կրկնակի փորձաքննություն, բայց ամբողջական փաթեթ պետք է լինի։ Դիցու կրկնակի փորձաքննության պարզվում է, որ բժշկական տեղեկանքները կեղծ են։ Քրեական օրենսգրքում փոփոխություն նախատեսվում է, որ այդ կեղծ նախկին տեղեկանքների համար կրեն պատասխանատվություն։